Լինքոլն էր, չէ՞, մագնիշը Լինքոլն։ Էսի քանակեր Զեյթունի տարածքն է, չէ՞ բաժնով։ Էս է Տելեգրամի հասցեն, հա։ Զինկոմիսարիատի քթի տակ։ Даже многие очень мелочились. Следовательно, они вообще слушают Հոկտեմբերի 16-ն է Երևանում հերթական անգամ ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել, այս անգամ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում Ազատության պողոտայի երկրորդ շենքի բակից, ժողովրդին ավելի շատ հայտնի Արաբկիրի զինկոմիսարիատի դիմացից։ Քաղաքացին ավտոմեքենան կայանել է այստեղ, ով բնակվում է թիվ 2 շենքում Ազատության պողոտայի, առավոտյան դուրս է եկել տանից, որպեսզի գնա աշխատանքի, նկատել է, որ Լինքոլն մագնիշի ավտոմեքենայի հայլիները գողացել են։ Բնակիչները նշում են, որ այս թաղում երևի սա 1-2 դեպք է, որ ավտոմեքենային թալանում։ Հիմա ավտոյի սեփականատերը մտածում է դիմի իրավապահներին թե ոչ, քանի որ մարդիկ կան ասում են միևնույն է օգուտ չի տա, ոչ էլ կհայտնաբերեն գողին կամ գողերին կամ գողունը։ Իդեպ գողությունից հետո, հայլիները գողանալուց հետո ավտոմեքենայի դիմապակու վրա գողը կամ գողերը դրել են տելեգրամյան ինչ-որ ալիք են ասում չեմ հասցե Տելեգրամի, որ ավտոյի սեփականատերը կապնվի իրանց հետ, երևի փող ուզեն, գումար ուզեն եւ հայլիները վերադարձնեն։ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանությունը տեղյակ չի այս փային, հնարավոր է նաեւ ավտոյի սեփականատերը ոչ էլ դիմի իրավապահներին, բայց դա չի նշանակում, որ Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկաններն ու Երևանի քրեական ոստիկանները պետք է ձեռները ծալած նստեն։ Թող հետևություններ անեն, որ Երևանում այդպեսի օր չկա, որ ավտոմեքենա չթալանեն։ Զինկոմիսարիատի հարևանությամբ։